Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, վանացայինի եթերով եւ թիմադեդրի էջով ձեզ հետ ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Մայիս 28-ի առիթով 3 Սարդարաբադ այցելեցին եւ ցերնարկ մգադարեցին Հայաստան Տաշինքի անդամները Հայաստանի երկրորդ նախագահ Տաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Ցերնարկը սկիզբ արավ դերունական աղոթքով, որուն հաջորդեց Քինիլից երգը Արթուր Խաչենցի գդարումով։ Խոսքեր արտասանեցին Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան, Ֆրանսիայի հասարակական գործիչ Մելիք Կարակավորյան, Աննա Հարությունյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Կերակույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան եւ Տաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան։ Ռուստամյան իր խոսքին մեջ նշեց. «Այս օրը մեզի համար սրբազան օր եղած է։ Ան ունի մեծ խորհուրդ, որ կապված է մեր ինքնության, կարևորության, անկախության եւ պետականության։ 1918-ին չկար պետություն, բայց կար համախմբված հայություն, կար ինքնությունը բաբանող հայություն։ Այդ հավաքական ուժը պետություն չունենալով հանդերձ կարողացավ 3 ճակատով կանգնեցնել թշնամին Պաշաբարենի, Ղարաքիլիսեի եւ Սարդարաբադի մեջ», նշեց Ռուստամյան։ Պատմությունը ապացուցեց, որ թշնամիին կարելի է դատարկ ցերկերով կանգնեցնել, եթե ունիս բայկարի ոգի եւ կհասկանաս, որ գոյությունդ անիմաստ կդառնա, եթե հրաժարիս ինքնութենդ։ Ինչ ունենք այսօր։ Ունենք վիճակը, երբ մեր աչքին առջև դարձյալ ցեղասպանություն տեղի ունեցավ։ Արցախը հայաթափվեցավ եւ մեր հայրենիքեն մասը գործընծուցինք։ Այս ցույց տվավ, որ երկու պետություն ունենալով նույնիսկ չունենք այնպիսի ղեկավարություն, որ կհասկանար ինքնության կարևորությունը։ Մեզի առաջնորդեցին մարդիկ, որոնք մեզի ինքնագործանումի ջամփան դարին։ Հայ եւ հաղթանակ բարերը այս իշխանություններուն համար դարձան մերժելի։ Այս մարդիկ ապացուցեցին, որ բարդությունը մեզի հաջողություն կբերե։ Մեզի ըսին, որ Արցախի մեջ բարդվեցանք, որբեսի պահպանենք Հայաստանի անկախությունը, ըսավ Ռուստամյան։ Մելիք Կարակավորյան իր խոսքին մեջ նշեց. «Սպյուրքը կմիանա այս համընդհանուր բայկարին, ամեն քնով այս թրքամետ վարչախումբը հերացնելու համար։ Սպյուրքը կմիանա այս բայկարին, որովհետև ան Հայաստանի շարունակությունն է։ Սպյուրքը հայության անբաժանելի մասն է»։ Իշխան Սաղաթելյան նշեց, որ պետության հիմքը թշնամի երաշխիքներն ու ողորմածությունը չեն, այլ սեփական ուժն ու արժանապատվությունն են։ Ան հիշեցուց հայոց պատմությունը փոխած բարահեղ հաղթանակները, երբ պատերազմի պայմաններուն մեջ հայ ժողովուրդը առանցին մնաց թշնամիին դիմաց։ Սակայն գար հաղթելու անգոդրում կամք։ Այսօր մեզի կփորձեն համոզել, որ միակ ճանապարհը զիջիլն ու ձունգի քալն է։ Հարաճ կմղեն այն գեղձ խոսքերը, որոնք թշնամիի բանջները բավարարելով կարելի է ապրիլ խաղաղ եւ երջանիկ, ըսավ ան։ Իր գարկին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասավ. «Սարդարաբադը բարձաբես մեր պատմության հերոսական էջը չէ։ Սարդարաբադը մեզի հիշեցնե, թե հայ ժողովուրդը ինչ կրնա կատարել, երբ պետությունը վտանգված է։ 108 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնեցավ ընտրության առջև եւ ընտրեց պետությունն ու բայկարը։ Այսօր իրավիճակը այլ բան է, բայց վտանգը նույնքան կարևոր է», նշեց ան։ Վերջին տարիներուն Հայաստան դգարացավ եւ բարակտվեցավ։ Մարդիկ հոգնած են սուդե, ադելութենե, անպատասխանատվութենե, հավերժական խոստումները, քաոսե եւ բարդութենե։ Պետությունը չի կրնար բահբանվել ինքն իրմով։ Պետությունը կբային մարդիկ իրենց կամքով, պատասխանատվությամբ եւ որոշումով։ 7 հունիսը սովորական եւ հերթական ընտրություն չէ։ Այս ընտրությունը թե կգարենանք նույն պատասխանատվությամբ բահբանել մեր պետականությունը, թե արիտ կուտանք վերջնականապես զայն քայքայելու, նշեց Քոչարյան։ Ոչ մեկը ցեզ մե զոհողություն չի բանջեր, ինչպես 108 տարի առաջ։ Ընդամենը ստապ որոշում կբանջե։ Մենք բարդավոր ենք մենք մեզի հարց տալ,
թե ինչպիսի երկրի մեջ կուզենք ապրիլ եւ ինչ երկիր պիտի ժառանգենք մեր զավակներուն։ Ուժեղ հայկական, ինքնիշխան, թե դարածքը, որուն ճակատագիրը գորոշեն ուրիշները։ Մեր ժողովուրդը 108 տարի առաջ ապացուցեց, որ գրնա բանել եւ բրգել պետականությունը։ Վստահ եմ, որ ան այսօր եւս կգարենա, ընդգծեց Քոչարյան։ Ռուսիա արտաքին գործոս նախարար Սերգեյ Լավրով անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստան գնահատես է հարստանալ։ Լավրով հայտնեց. Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգարձե, որ Հայաստան կձեռագրե հարստանալ, ապա թող ապահովե գումարները։ Ավելի առաջ Կարնիի մեջ դեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ընթացքին Փաշինյանն նշած էր, որ Ռուսիո հետ հարաբերություններով վատթարացման բարակային Հայաստան չի վախնար հում նյութերու քիներու բարձրացումեն, որովհետև երկիրը մտադիր է հարստանալ։ Արցախի պաստապան Ռոման Երիցյան երեկ հայտարարեց, որ Արցախի բարձրաստիճան զինվորականներ, որոնք ժամանակին Հայաստանի մեջ անհադույց քույք ստացած են, Երևանի իրենց բնակարանները բարբելու հայտարարություն ստացած են։ Պաստապանի համաձայն հայտարարության մեջ իրավական որևէ հիմնավորում նշված չէ։ Միայն արձանագրված է, թե բնակարանները ժամանակին հատկացված են խախտումներով, սակայն ճշգրիտ խախտումներ չեն մատնանշված։ Երիցյան հայտնեց, որ անտիմազ է թադարան գործողությունները ոչ իրավաչափ ճանչնալու բանջով եւ այժմ կսպասե թադական որոշումին։ Պաստապանը հիշեցուց, որ նման բան նախորդ կատարված է Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի հետ, սակայն վարչական թադարանը բնակարանը բարբելու որոշումը գասեցուցած է վդարումը ոչ իրավաչափ նկատելով։ Ռուսական իշխանություններ վաղվեն սկսյալ ժամանակավորապես պիտի սահմանափակեն Հայաստանեն արտահանվող թարմ կանաչեղենի ներածումը մինչև արտահանվող արտադրության անվտանգության ապահովումի համապատասխան մեխանիզմին նշանակումը։ Նշված է, թե որոշումը դրված է Ռուսիա ներածվող հայկական միրգի եւ բանջարեղենի մատակարարումներու ընթացքին խախտումներու հաջողականացման եւ անվտանգության նպատակով։ Հայաստանի ներքին գործոս նախարարը հայտարարեց, որ Արցախեն տեղահանված անձեր, որոնք Հայաստանի քաղաքացիություն ունին, գրնան 7 հունիսի ընտրություններուն մասնակցել։ Հայտարարության մեջ իմիջի այլոց նշված է. Հայաստանի սահմանադրության եւ ընդրական օրենսգիրքի սահմանադրական օրենքի համաձայն ընտրություններուն մասնակցելու իրավունք ունին 18 տարի ամբողջացուցած Հայաստանի քաղաքացիները։ Ղարաբաղեն տեղահանված հայրենակիցները կգտնվին Հայաստանի պաշտպանության ներքև ժամանակավոր ցեղասպանության, այսպես կոչված քաղաքտագանի ղարքավիճակով։ Հետևաբար 7 հունիսի ազգային ժողովի ընտրություններուն մասնակցելու իրավունք ունին միայն Հայաստանի քաղաքացիները։ Մայիս 28-ի արիտով ամենան հայոց կարեկին երկրորդ կաթողիկոս երեք այցելեց Սարտարաբադի հուշահամալիր։ Դերունական աղոթքեն ետք գաթողիկոսը աղոթեց մայիսյան հերոսամարտերուն ադակներուն հիշադակին։ Այս արիտով իր արտասանած ուղերձին մեջ կարեկին երկրորդ կաթողիկոս նշեց, որ ներկա ժամանակներուն արտաքին եւ ներքին մարտահրավերներու թեմ հանդիման պետք է միապանենք եւ միասնապար հզորացնենք մեր պետությունը, ձաղգուն եւ շեն դարձնենք համայն հայության կյանքը։ Նույն արիտով ամենայն հայոց կաթողիկոս կարեկին երկրորդի նախագահությամբ Էջմիածինի մեջ դեղի ունեցավ հանրապետական մաղթանք։ Հոգևորական 10 ժողովուրդը աղոթեցին Հայաստանի անվտանգության եւ խաղաղության համար։ Մայիս 28-ի արիտով իր հղած շնորհավորական ուղերձին մեջ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական նշեց. Մայիսի 28-ը առաջին հերթին բոկի հաղթանակն էր, որ ապացուցեց, թե ուժը չի չափվիր միայն զինվորներով եւ զինամթերքով։ Ան նշեց, որ իշխանությունները հանրապետության հրաբարագին վրա լկդիապար զորահանտես կփեմատրեն բادرազմին բարդության հետևանքներով, հազարավոր զոհերու, գորուստներու, Բաքուի փանդերուն մեջ մինչև այսօր դարաբող քերիներու, անհայտ կորսվածներու եւ խոցելի դարձած pedagogan սահմանի արգայության պայմաններուն մեջ։ Օդարի լուծին տակ վախով կոյադևելը մերնել են վադ է, ազգուրած անհայրենիք ապրիլը ստորակարշություն է։
իսկ սեփական հայրենիքին մեջ ազատ եւ արժանապատիվ ապրիլը գենսական անհրաժեշտություն։ Տիդել դվավ Սերժ Սարգսյան։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ վանացայնի ետրով է պտիմադեդրի էչով CZD-ին ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնողորտավար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընթիր։